Ես էլ եմ եկեստի, որ ծանոթանամ քո հետ։ Բարև ձեզ, ես Սերասն եմ, ծանոթանանք, խնդրենք ակտիվ վաստակցենք։ Կոնկրետ ինձ այդ հարցն է ուզում, որ երեխայիս գյուղից քաղաք մանկապարտեզ են տանում, մանկապարտեզ չունենք գյուղում, ցավոք սրտի, երկու երեխաներս անչափահաս հաճախել են հասնի մանկապարտեզում, ու գյուղից քաղաքը 20,000 է ուզում։ Միգուցե խոսքի մենակ կոնկրետ իմ մասին չեմ մտածում, ես հետո էլի ծնողներ կան, ինչի է, որ գյուղից քաղաքը 20,000 կամ քաղաքինը 10,000։ Տեսեք, իմ արդեն խոշորացման, որ համայնքը խոշորացման արդյունքին միացել է էջմիածին քաղաքին դարձել է բնականաբար։ Մեր ընտրվելու դեպքում բնականաբար ներկա փոխելու բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու, բայց առաջնային մեզ համար լինել է, որ ձեր գյուղն ունենա մանկապարտեզ, որպեսզի դուք երեխաներին չտանեք մանկապարտեզ, այդ ձեր գյուղը Ես քիչ առաջ էլ արտազրույց տալուց ասել եմ, որ այդ պրոբլեմը գյուղերում կա, մեզ համար առաջնայինելու մշակութային զբաղվածության երիտասարդների, երեխաների, մեծահասակների զբաղվածության վայրերի ստեղծումը, մարզահրապարակների ստեղծումը, դրանք առաջնային խնդիրներ են, նաև մեր նախընտրական ծրագրեր ունենք, որ մեր համայնքային անվճար տրանսպորտը ստեղծելու, բավականին մեծ քանակով ավտոբուսներ լինելու, որ դուք կարողանաք ձեր տան դիմացի նստել տրանսպորտը եւ գնաք համայնքի ցանկացած վայր անվճար։ Շնորհակալություն, ես մեկ էլ ինքնասով, ես ամբողջ ժամանակաշրջանում մի ամբողջ օրը ու ընթացքում բոլորը լինում է, որ գնում ենք սպորտ, գնում ենք բարի, նման բաներ չկա։ Մի կողմից էլ շատ եմ խնդրում, որ դեպի ով ուզում է, որ ասում է սարեր են խոս տալի, ձորեր են խոս տալի, բայց մենք ապահովագրված չենք մի ժամվա մեջ, թե ինչ կլինի մեր հետ, իմ երեխաների հետ, առհասարակ ժողովրդի հետ, խաղաղությունը, ամենակարևորը առաջինը խաղաղություն, նոր մնացած մանրուքները։ Խաղաղություն բոլոր չկա տենց մարդ աշխարհում երևի, կամ քիչ կան, որ խաղաղություն չի, բայց կարևորը է խաղաղության վճարվելու հիմնը, խաղաղության ձևն է, մենք ինչ խաղաղություն արժանապատիվ խաղաղություն է դուրս, թե ստորացած խաղաղություն։ Արժանապատիվ, դե արժանապատիվ խաղաղությունը այլ բան է, այսօրվա իշխանությունների առաջարկը լրիվ այլ բան։ Լրիվ այլ բան է։ Խաղաղությունը պետք է լինի, դոկտոր, արժանապատիվ, որ մենք բոլորը մեր երկրում, մեր հայրենիքում ապրենք գլուխներս բարձր, մեր ազգային արժեքներով, մեր հավատքով, մեր հայկական ոգով, դա ամենակարևորը։ Մեզ պետք չի խաղաղություն, որտեղ Մասի սարը այլևս մեր հիշողություններից ջնջվելու է։ Մեզ պետք չի խաղաղություն, որտեղ Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենանի չի լինելու։ Դեպի գնում ենք Թուրքիա։ Դեպի գնում ենք Թուրքիա, այսօրվա իշխանությունների պետական վարած քաղաքականությունն է, մենք ինքներս էլ ռոք չկա տես մարդու խաղաղություն։ Չկա տենց զինվոր, ով մարտի դաշտում այդ պահին մարտի դաշտում ինքը խրամատում է ու չուզի խաղաղություն, այդ զինվոր հասկանում է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Պարզապես այդ պատերազմից հետո մենք շատ մոլորություն ունենք, մենք էլ չենք իմանում ոնց անենք, ում ընտրենք, ինչ անենք, որ դեպի ամեն ինչ լավ գնա։ Մենք ձեզ հասկանում ենք ժողովրդը խոսալուց իրենք էլ են ասում, որ դուք օգնենք ամեն տարի մի կերտածում գալիս է, դուք լրիվ ճիշտ եք ասում։ Մենք ձեր հետ համաձայն ենք, տենց ա եղել խաղաղությունը։ Մենք ինձ կոպիտացած կներեք ոչ թե ձեզ, այլ բոլորի չենք հավատում։ Ես ձեզից մեկ էլ ինչ տարբերություն։ Կարող տեղերով փոխված լինենք, ես կանգնացել եմ դուք, տարբերություն չկա։ Դրանից առաջ ասես կներեք դուխով, առաջ են գնում դուխով, բայց լրիվ մեր դուխը լրիվ կոտրեց։ Մեր ազգի լավ տղեկից։ Երեք հատ հաշմանդամ բանի ռեժիմեր ունեմ, երեխա ունեմ, էդի չի անցնում հաշմանդամության ոչ մի բժշկական տեղեր, զինվորական ամուսին ունեմ, որ 20 տարվա ստաժ ունի, որ հաստատությունը մտնում են զինվորականը, գնացեք ու ձեր հոսպիտալի հետ, գործերը ձեր հոսպիտալի հետ, ոչ մի հիվանդանոցներ, ոչ մի բան չկա, որ արժանի լինեն էլ, որ ասեն
մարդիկ հաշմանդամ են, հարգենք հաշմանդամին, զինվոր են, հարգենք զինվորի։ Այսօր լրիվ հասարակ է դարել զինվորը։ Ներեգություն այն ժամանակ, որ զինվորին տեսնում ենք, շակաղվում են։ Բայց հիմա սովորական մարդ։ Իրանք պետական քաղաքականություն զբաղվում, որ ես զոհված տղեկին այլևս 90-ականների առաջին պատերազմի զորակը բոլորը ուզում եք, որ կամաց տարել են ամերիկի մարդկանց պրոպագանդան պետքա պայքարը, Ժորժ ջան, այսօր աղար շապատությունները պետքա նենց անենք, որ աղար շապատում ԿՊ-ները այլևս չլնեն, որ գնանք հետագա քայլերի, մենք հենց այդ ենք ուզում ենք, որ եթե տանը կա հաշմանդամ, համայնքը այդ ընտանիքի կողքի կանգնած տարբեր սոցիալական ծրագրերով կանգնած, երբ որ մարդը մտնի գյուղապետարան, ժամանակի ինչ պետք է խոշորացվի, դուք պետք է ձեր գյուղապետարան, ձեր խնդիրը լուծում եք դուրս եք։ Նորմալ։ Հիմա մենք ուզում ենք տենց անենք, որ դուք չգաք մի հատ խնդրի համար հասնեք Էջմիածին։ Սամաղար հասնեք, մենք ուզում ենք ձեր գյուղում, ձեր խնդիրը, ձեր տեղեկանքը վերցնեք, ձեր դզնեք, մեր քաղաքականությունը սա է։ Իսկ եթե հենց հասնի, որ անպայման մի Էջմիածին լինի, դուք չպետք է գաք։ Ձեր ով որ ստեղ նշանակված կլինի, ինքը պիտի վազելով բերի ձեր մեջատի հետ։ Պետք է դուք ձեր համայնքում ապրեք ձեր ամենակարևոր խնդիրները։ Մենք ռոռոկ բանջերի, արտիզյանների հարցը փորձելու ենք լուծել։ Ջերմոցային տնտեսությունները այսօր մեծ բեռ են դրել գյուղացիների վրա, շատ մեծ։ Մարդը իր տան հայացքով ջերմոցասարքում գալիս ու գանում։ Ո՞վ է այս բան տեսել, էլի։ Չենք տեսա։ Հա, դրա համար այս ամեն ինչը մենք ենք տեսնելով թիմով հավաքվել, որոշել ենք, որ պետքա պայքարել, պետքա բաղարշապացու, գյուղացու, էջմիածնեցու կյանքը ավելի լավ է։ Եթե դուք մեզ բնակչությունը մեզ վստահի, մենք մեզ պարբերաբար տեսնելու ենք։ Մինչև հիմա չէինք վստահում, հույսով եմ այս պահից սկսած վստահում ենք ու դրանից հետո այն որ կոպիտ ասած սարը սարին չի հանդիպում, մարդը մարդուն հանդիպում է։ Մենք թիմով ձեզ խոստանում ենք, որ ընտրություններից հետո շատ կար ժամանակ նորից sense հանդիպելու ենք ու այն ինչի մասին հիմա խոսացիք դուք տեսնեք որ դա կդառնալու է իրական։ Եղավ, շնորհակալություն, Աստված ձեզ ապրեք, ձեզ առողջություն։ Ես այս գյուղի հետ միջնորդ կլինեմ։ Հա,